Այն, ինչ հենց այս վայրկյանին կատարվում է Հայաստանի թիվ 23/42 ընտրատեղամասի քվեախցիկի ներսում, սովորական իրավախախտում չէ։ Սա կազմակերպված կուլիսային այն մեծ դավադրության բացահայտումն է, որը նախապատրաստվում էր ամիսներ շարունակ։ Տեսաձայնագրությունը, որն ընդամենը րոպեներ առաջ հայտնվեց համացանցում եւ կայծակնային արագությամբ պայթեցրեց լրահոսը, պատահական քաղաքացու անզգուշություն չէ։ Սա հաշվետվություն է, ուղիղ հաշվետվություն նրանց, ովքեր ստվերից ղեկավարում են այս ընտրությունները։ Դուք կարծում եք սա ուղղակի ընտրություններ են։ Ոչ, սա Հայաստանի պատմության ամենավտանգավոր քաղաքական գործարքի կուլմինացիան է եւ մենք հենց հիմա կբացենք բոլոր փակ փակագծերը։ Ամեն ինչ սկսվեց թիվ 23/42 ընտրատեղամասում։ Քաղաքացին մտնում է քվեախցիկ, վերցնում քվեաթերթիկը, բայց փոխանակ այն սահմանված կարգով ծրարի մեջ դնի, հանում է հեռախոսը եւ արագ լուսանկարում իր քվեարկությունը։ Սա ոչ թե հիշողության համար արված սելֆի, այլ կոնկրետ ապացույց, որ վերջինիս պետք է ներկայացվեր տեղամասից դուրս։ Գծերի տերերին։ Սա այն նույն սխեման է, որի դեմ տարիներ շարունակ հայտարարվում էր, թե պայքարում են, բայց այսօր 2026 թվականի հունիսի 7-ին համակարգը գործեց բացահայտ ու լկտի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի շտաբ հայտարարությունն ու իրավապահների արձագանքը միայն մեկ բան են փաստում։ Իշխանությունը կորցրել է վերահսկողությունը տեղամասերում։ Մարդիկ հասկանում են, եթե կա մեկ բացահայտված լուսանկար, նշանակում է հազարավոր այլ տեղամասերում այդ գործընթացը հաջողությամբ պսակվել է եւ հեռախոսը լուռ արձանագրել է գնված ձայնը։ Բայց սա միայն այսօրվա տեսանելի մասն է, իրական շոկը կայանում է նրանում, թե ինչպես է այս միջադեպը կապվում նախորդ օրերի գաղտնի ձերբակալությունների հետ։ Այս տեսաձայնագրության հայտնվելը պատահական չէր, այն հաջորդեց մի շարք աղմկահարույց իրադարձությունների, որոնց մասին լրատվամիջոցները գրեթե չեն գրում կամ գրում են կիսատ։ Ընտրություններից ընդամենը ժամեր առաջ իրավապահները վարչական հսկողության տակ վերցրեցին ուժեղ Հայաստան դաշինքի առանցքային անդամներին։ Պաշտոնական վարկածով հեռախոսային խոսակցությունների վերծանումը բացահայտել է ընտրակաշառքի բաժանման կոնկրետ սխեմաներ, բայց արդյոք դա այդպես է։ Սա ոչ թե օրենքի հաղթանակ էր, այլ իշխանության կողմից իրականացված կանխարգելիչ հարված։ Կուլիսներում հստակ տեղեկություններ կային, որ ընդդիմադիր մի քանի ուժեր հսկայական ֆինանսական ռեսուրսներ են մոբիլիզացրել մարզերում, հատկապես Լոռիում եւ Շիրակում, որպեսզի վերջնականապես խլեն իշխանությունը գործող քաղաքական թիմի ձեռքից։ Իշխանական էլիտան հասկանում է, որ ընտրությունների օրը իրենց սպասվում է կատարյալ ֆիասկո, եթե նրանք չմտնեն կոշտ հակազդեցության փուլ, եւ հենց այդ պատճառով սկսվեցին ձերբակալությունները, որոնք սակայն չկանգնեցրին այն մեքենան, որն արդեն գործարկել էր մարզային շտաբներում։ 23/42 տեղամասի լուսանկարը հենց այդ չկանգնացված մեքենայի ապացույցն է։ Իսկ ինչ են անում այս ընթացքում երկրի քաղաքական առաջնորդները։ Նրանք մեկը մյուսի հետևից մոտենում են ընտրական տեղամասերին շրջապատված տասնյակ թիկնապահներով ու տեսախցիկներով, ժպտում են, խոսում են ապագայի ժողովրդավարության եւ կայունության մասին, բայց նայեք նրանց աչքերին, դրանցում տագնապ է։ Ուղիղ եթերների մեկնաբանություններում իսկական պատերազմ է ընթանում։ Մի կողմից գործող վարչապետի թիմակիցներն են, որոնք փորձում են ամեն գնով պահպանել հանգստության պատրանքը, մյուս կողմից ընդդիմադիր բևեռները, որոնք յուրաքանչյուր կադրի տակ տասնյակ հազարավոր մեկնաբանություններով մատնանշում են տեղամասերում տեղի ունեցող լուռ ահաբեկումները։ Թեկնածուներից մեկի ընտրատեղամասում արված այն հայտարարությունը, թե իրենք թույլ չեն տա երկիրը տանել ցնցումների, իրականում ոչ թե խաղաղության կոչ է, այլ բացահայտ սպառնալիք ուղղված հանրությանը։ Իշխանությունը գիտի, որ եթե թվերը չհամապատասխանեն իրենց սպասելիքներին, իրենք ստիպված են լինելու կիրառել ուժային ողջ արսենալը։ Սա այլևս ընտրություն չէ, սա երկրի վերահսկողության համար մղվող կենացմահու պայքար է։ Այժմ անցնենք ամենակարևորին, այն ամենին, ինչի մասին լռում են պաշտոնական հաղորդագրությունները։ Իմ աղբյուրները ուժային կառույցներից հայտնում են, որ տեղամասերից ստացվող իրական տվյալները կտրուկ տարբերվում են այն պատկերից, որը փորձում են հրամցնել հանրությանը։ Մասնակցության ցածր ցուցանիշները Երևանում եւ աննախադեպ բարձր ակտիվությունը մարզերում վկայում են միայն մեկ բանի մասին։ Մարզային կլանները հաջողությամբ իրականացրել են ընտրողների
տոտալ մոբիլիզացիա։ Ահա թե ինչու է 23/42 տեղամասի միջադեպը դարձել վիրուսային։ Այն բացահայտեց, որ իշխանության կողմից հայտարարված արդար և թափանցիկ ընտրությունների բրենդը փլուզվել է ընդամենը մի քանի ժամում։ Տեղական տելեգրամ ալիքները հեղեղված են ձայնային հաղորդագրություններով, որտեղ լսվում է, թե ինչպես են որոշակի թաղային հեղինակություններ հրահանգում քաղաքացիներին, ում ընտրել և ինչպես ապահովել քվեարկության պատկերը։ Իրավիճակն այնքան լարված է, որ ուժային կառույցների որոշ ստորաբաժանումներ արդեն իսկ բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ Նրանք սպասում են հրամանի։ Հարցն այն է, թե ում կողմից կտրվի այդ հրամանը և ում դեմ այն կուղղվի։ Ըստ կանոնի, ԿՀ-ն գիշերը հրապարակում է գործող իշխանության նվազագույն հաղթանակի մասին տվյալները։ Ընդդիմությունը բարձրացնում է բողոքի ալիք, ներկայացնում է 23/42 և այլ տեղամասերի խախտումների ապացույցները, սակայն միջազգային դիտորդները ընտրությունները որակում են մասնակի խախտումներով, բայց ընդհանուր առմամբ լեգիտիմ։ Բողոքի ցույցերը Երևանի կենտրոնում մի քանի օր անց մարում են, հանգեցնելով հասարակության վերջնական հիասթափությանն ու քաղաքական դաշտի լիակատար սառեցմանը։ Ընտրությունների արդյունքներով որևէ քաղաքական ուժ չի ստանում բացարձակ մեծամասնություն։ Իշխող կուսակցությունը և առաջատար ընդդիմադիր դաշինքները չեն կարողանում կազմել կոալիցիա տեղամասերում գրանցված կեղծիքների փոխադարձ մեղադրանքների պատճառով։ Երկիրը պաշտոնապես մտնում է քաղաքական կատարյալ փակուղի և ընտրական օրենսգրքի համաձայն նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ, ինչը երկրում հայտարարում է նոր էլ ավելի ագրեսիվ քարոզարշավի սկիզբ։ Քվեարկության ավարտին մոտ տեսնելով, որ մարզային քվեարկության հաշվին ընդդիմադիր ուժերը հաղթանակ են տանում, իշխանությունը գնում է ծայրահեղ քայլի, հիմնվելով տեղամասերում արձանագրված զանգվածային լուսանկարումների, կաշառքի բացահայտումների և տեղամասային հանձնաժողովներում սկսված ծեծկռտուքների վրա։ Գլխավոր դատախազությունը և ԿՀ-ն ընտրությունների արդյունքը ամբողջ երկրի տարածքում հայտարարում են անվավեր։ Երկրում մտցվում է արտակարգ դրություն, ընդդիմությունը դուրս է բերում տասնյակ հազարավոր մարդկանց փողոց, սկսում են բախումները ոստիկանական ուժերի հետ, և Հայաստանը կանգնում է քաղաքացիական պատերազմի շեմին։